Հատկապես մամուլում կոնկրետ հարվածություն տերմը հրապարակում էր արել, որտեղ անդրադարձել էր Գևորգ Բաբոյանի ցնծությանը եւ տեղեկություն էր հրապարակել, որ ժամանակին փաստորեն խավոր սանիկական հարաբերությունների մեջ է եղել, նախ այս տեղեկության առնչությամբ խնդրեմ մանրամասնեք եւ մենք դիտարկում հաշվի առնելով, որ ԿՊ-ում նոր չի այսպես խաղողների ունրանալու այս ակցիան, ձեր հարաբերությունները այս պահին որ ինչպիսին են Բաբոյանի ընտանիքի հետ, կսպասեք, որ Բաբոյանը ցնծության պահին կմոռանա այսպես ձեր բարեկամական կապերը, հարաբերությունները եւ օրինակ ռոբասերժականների ջախջախիչ պարտության մասին գրառման մեջ նկատի կունենա նաեւ ձեզ։ Այո, ես Գևորգ Բաբոյանի եւ կնունքի քավորն եմ եւ հարսանիքի քավորն եմ, բայց կարծում եմ սա քաղաքական ամեն դեպքում կատեգորիա չէ, թույլ տվեք ես այդ դաշ չմտնեմ, այդ բոլոր հարցը։ Դե ով մտել է հարցրեք իրան, խնդրում եմ այդ հարցը տակ իրեն։ Ես թույլ տվեք, մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են, մենք հարաբերություններ ընդհանրապես չունենք, մնացած հարցերի հետ կապված բարոյական կողմի եւ մնացած հարցերը խնդրում եմ տվեք իրեն։ Կանխելը մենք ի սկզբանե էլ, ես ասում եմ, նախորդ ակցիաների ժամանակ դեպի Մայրաթորը մենք մեր թիմով մասնակից ենք եղել եւ փորձել ենք կանխել, հիմա էլ ենք լինելու ենք հայ առաքելական եկեղեցու կողքին, ինչպես ես նախկինում ասել եմ, իրենց այն թեզերը, որ սա որոշ հոգեվորականների բարձրաստիճան հոգեվորականների դեմ է, դա այդպես չէ, դա հայ առաքելական եկեղեցու դեմ է եւ իրենք երբ որ իրենց այսպես ասած հոգեվոր հավաքները ամբողջը հենց սկսեն, իմ ասածում մարդիկ արդեն նաև աղաշապացիները կհամոզվեն, որ դա հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Մենք ամեն պարագայում եկեղեցու կողքին ենք, որքան էլ որոշ հոգեվորականներ, ցավով եմ սա ասում, հոգեվորականներ գնացել էին, որպեսզի կեղծ պատարակ մատուցողների, կեղծ պատարակի ներկա լինողների կողքը նույն բեմում կանգնեին եւ աղոթք բարձրացնեին իրենց գործերի համար։ Սա ես անկեղծ ցավով եմ ասում, շատ, որովհետեւ անձամբ էլ այդ հոգեվորականին ես ինքս ճանաչում եմ։ Պարզապես անհասկանալի մի բան։ Ֆեյք պատարակի ավելի վատ բեմադրությունը տեղի ունեցավ իրենց հանրահավաքի ժամանակ վաղ շաբաթում, որտեղ հոգեվորականը պարզապես որ եկել էր օրնում էր, չգիտեմ, ինչ ասեմ, ավել բան չեմ ուզում ասեմ, այս հարցը ինձ էլի են տվել, փորձել եմ շրջանցել, որովհետև ամեն դեպքում ես խոսում եմ հայ առաքելական եկեղեցու հոգեվորականի մասին։